Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը, ունենք նոր երգի և տեսահոլովակի պրեմիերա և այսպես Juice-ը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը կոչվում է Կրակներ, խոսքերի և երաժշտության հեղինակն է Կարեն Հովանը, տեսահոլովակի ռեժիսորն է Տիգրան Ավետիսյանը և մեր տաղավարում է Juice-ը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Հիանալի դուք, ինչ կա, ինչ չկա։ Մենք շատ լավ, դու մեզ մոտ է եկել կրակի տրամադրության մարդ, այո, երբեք չի սպառվում քո տրամադրությունը եւ քո էներգիան, Juice։ Ավելի ավելանում է, տենց։ Երկար փորձում ենք հասկանանք ինչ ես անում։ Ոնց է դա քեզ մոտ ստացվում։ Չծխել, չխմել, միշտ ուրախ եւ ներդաշնակություն քո մեջ պահել։ Այդ ներդաշնակությունը ինչի մեջ ես գտնում։ Ամեն ինչի, ավելի սենց պոզիտիվ բաների մեջ, այսինքն իմ ելույթների մեջ, մարդկանց մեջ, հանդիսատեսի մեջ, ձեր մեջ, հեռուստատեսության մեջ, ամեն ինչի մեջ, եթե լավը գտնես, լավը կգա միշտ։ Նայ, կողքից քեզ նայող մարդը կմտածի, որ Juice-ը ոչ դարդ ունի, ոչ ցավ ունի, ոչ մտածելու բան ունի, ոչ մի բան չունի, այսքան ուրախ ու միշտ, բայց ես գիտեմ, որ այս ամեն ինչի տակ կա նաև այն որոշակի մտածմունքներ, հոգսեր, որոնք բոլորս ունենք, ուզենք թե չուզենք։ Ռոբոտ չէ։ Ոնց ես այս ամեն ինչը կարողանում փակել այս քո տրամադրությամբ ու տեսակով։ Դե դու չպետք է ֆիքսվես վատ բաների վրա։ Եթե ֆիքսվես, այն ավելի շատանալու է, մեծանալու է եւ գալու է գլխի տա, ասենց ընկնելու եւ դու արդեն սկսելու ես դեպրեսիայի մեջ ընկնել։ Դա պետք չի։ Պետք է միշտ մտածել, ավելի թեթև նայել եւ ասել, որ ոչինչ, ամեն ինչ հեշտ մենք կարող ենք լուծել։ Եթե հեշտ նայես, հեշտը ինքը իրոք կլուծվի, ոնց քեզ տրամադրես։ Էներգիան ունի կապ մեր կյանքում, այսինքն ոնց դու այդ էներգիան տաս երկինք, այն էլ կգա։ Դրա համար ես արդեն ձևը գտել եմ։ Juice, նոր երգ եւ նոր տեսահոլովակ, Կրակներ, որ շատ քեզ հատուկ է, քո մասին է այս բառը, ինձ հետաքրքիր է երգն է քեզ գտել, թե դու ես երգին գտել։ Երգն է ինձ գտել, այսինքն Կարեն Հովանը ինձ գտավ Facebook-ով, գրեց ասաց, որ ես ունեմ շատ հետաքրքիր երգ։ Ես էլ քանի որ ինձ շատ են գրում եւ շատ տարօրինակ երգեր են ուղարկում, որը իմը չի, բռնած ռաբիս ոճից, միջև, չգիտեմ, տարօրինակ ոճերից, ես ասացի, դե ուղարկեք, սենց ասում եմ, լավ, մի քիչ կլսեմ ու կփակեմ արդեն վերջ։ Բայց հետո որ սկսեցի լսել, շատ ադուրս եկել եւ ես հասկացա, որ դա իմ երգն է։ Շատ ինքը ռոմանտիկ եւ էներգիայով լի, սիրային, որը իմ ռեպերտուարի մեջ քիչ կա, սիրային երգեր։ Ինչու՞, սիրուն չես հավատում։ Չգիտեմ, չհավատում եմ, բայց ես ավելի սիրում եմ երգել «Պարիր ինձ հետ», չգիտեմ, ինձ հետ մնա եւ այլն, բայց սենց սա շատ սիրային էր այդ կրակները, ասեցի պետք է վերցնել եւ ստեղծել արդեն, սկսել արանժիրովկեն պատրաստել, գործիքավորումը եւ գնացի մեր Հայկոյի ստուդիոն եւ Ջորջ Բրենշեյքեր, չգիտեմ գիտես թե չի, ինքը շատ հայտնի է, հայտնի DJ գործիքավորող, մենք ստեղծեցինք շատ հետաքրքիր, այն որ շատերը լսում են, ասում են շատ կլասով երգ է, այսպես շատ կլասով երգ, լավ երգ է, շատ որակով։ Եվ բնականաբար Տիգրան Ավետիսյանը նկարանեց տեսահոլովակը, շատ հեշտ է իր հետ աշխատելու ինձ հետ, իր հետ, իմ ու իր հետ, մի խոսքով, ռուսերեն եմ էլի, ռուսերենից թարգմանում եմ հայերեն, մի խոսքով իր հետ շատ հեշտ է աշխատել եւ բնականաբար մրոտվել էի, քանի որ կրակ էինք վառել եւ երկու կերպար էր, մի կերպարի մեջ ես լրիվ մրոտվեցի, բայց տես չէր երևում եւ Տիգրան ասում է քո մոտ ինչ-որ սենց սև տարօրինակ լաքեք են ասեցի ու Թրվանդան իմ մեյքափ արտիստը ասեց դա պետք է նորից լրիվ մաքրենք, նորից ստեղծենք ուրիշ կերպար եւ արագի մեջ ամեն ինչ եղավ, այսինքն շատ հեշտ։ Ես սիրում եմ, որ մարդու հետ շատ արագ ես աշխատում, թեթև եւ ամեն ինչ ստացվում է։ Եվ ահա ունեցանք այն ինչ ունեցանք։ Այո, եւ առաջարկում եմ տեսնենք միասին հիմա թե ինչ արդյունք է ստացել Juice-ը իր նոր երգի եւ տեսահոլովակի ժամանակ։
հագնում դեպի սրտիդ մոտ բարի եմ հրավիրում այս գիշերով կրակներ են քո աչքերում սիրտս քեզ մոտ է վազում գեղեցիկ շփիտով ես գրկում երազներով սիրում անենք բարում կրակներ են քո աչքերում սիրտս քեզ մոտ է վազում գեղեցիկ շփիտով ես գրկում երազներով սիրում անենք բարում Բարում ենք ու տիրում է մութ Մեր բարում սերն է ճախրում Երկու սիրտ մեկ լույս են կազմում Տանգոն մեզ ջերմություն է բերում Կրակներ են քո աչքերում Սիրտս քեզ մոտ է վազում Գեղեցիկ շփիտով ես գրկում Երազներով սիրում անենք բարում Կրակներ են քո աչքերում Սիրտս քեզ մոտ է վազում Գեղեցիկ շփիտով ես գրկում Երազներով սիրում անենք բարում Բարում ենք ու տիրում է մոտ Մեր բարում սերն է ճախրում Երկու սիրտ մենք լույս են կազմում Տանգոն մեզ ջերմություն է բերում Կրակներ են քո աչքերում Սիրտս քեզ մոտ է վազում Գեղեցիկ շփիտով ես գրկում Երազներով սիրում անենք բարում Կրակներ են քո աչքերում Սիրտս քեզ մոտ է վազում Գեղեցիկ շփիտով ես գրկում Երազներով սիրում անենք բարում Ջերիֆեր ջուսն էր մեր։ Բաչիններ, Բայց ասեմ քեզ, ոչ մի բանով չես զիջում։ Զիջում եմ փողով։ Դե այդ մասին չխոսանք, լավ, փողը չի որ երջանկացնում։ Դե հա։ Շնորհավորում Պիկեր ենք, այո։ սկսվում, սկզբից խոսենք, էլի Լիլիթ Կարապետյանին նախ շատ մեծ ողջույններ։ Ողջույններ, եւ այո։ Շատ էպիկ սկսվեց ամեն ինչ։ Ու միտքներ։ Իմ Ահա։ Լիլիթ Կարապետյանի տանգոն սկզբից պարտադիր ուզում Որ եմ ասեցի, ասեց, ազիս, հա, խնդիր չկա։ Չէ, դες նա չգիտեր ասեց, նե ասիս նենց հուսվեցի, նենց հուսվեցի։ Ուզում եմ, քանի որ ամենահայտնի տանգոն է Հայաստանում, Լիլոյի տանգոն մենակ չեմ πάρում, տանգոն։ Ու սկիզբը իմ երգի գինի խմում են գիշերով, տանգոն հնչում է մեծ սիրով, դա Լիլիթի տանգոն էր հնչում։ Ո՞նց եք Լիլիթ Կարապետյանի ձայնով խոսում։ Կարող ենք հիմա իրեն ողջունել իր ձայնով։ Եկեք իմպրովիզ։ Լիլիթին ողջույն։ Բարև ասիս, ո՞նց է։ Որ միշտ իրար հետ ենք աշխատում, արդեն ես բոլոր ինտոնացիաները գիտեմ։ Շատ լավն էր, իրոք շատ գեղեցիկ, դինամիկ Շատ եւ չխանգարող տեսահոլովակ էր, որովհետեւ շատ կարեւոր է որ տեսալոկը չխանգարի արտիստին։ Այնպես որ համահունչ ստացվել էր։ Սա համագործակցություն էր, որը կարելի է համարել, որ շարունակական կլինի ռեժիսորի արդեն կա մի երգ պատրաստի մայիսին ուզում եմ արդեն թողել դեպի ամառ, որովհետև ամառային երգ է, նորից նույն թիմն է աշխատել եւ երևի հունվարին, փետրվարին նկարենք տեսալվակ, որ մայիսին թողենք։ Շատ լավ, Ջուս, մենք գիտենք, որ մինչև Հայաստան վերադառնալը դու երկար տարիներ աշխատել ես Իրինա Ալեգրովայի հետ։ 2.5 տարի, բայց Մոսկվայում երկար։ Դա երկար է։ Այ ճիշտ է։ Մի հատ հարց, երբեք չես զղջացել, որ թողել ես նրան եւ եկել ես Հայաստան։ Չէ, նրան թողել եմ, չէ, մենք իրար հետ տենց չենք կռվել եւ այլն, կարող եմ զանգել, մեկ-մեկ զանգում եմ։
Բայց ես վերջերս մի քիչ ամաչում եմ զանգել, չգիտեմ, իմ մոտ է լինում է տենց բան, որ չխանգարեմ զուտ, բայց հենց գնամ այնտեղ կգնամ իրանց տուն։ Իհարկե չեմ զղջում, քանի որ ես back vocal եմ, ես չեմ, իսկ ես ուզում եի առաջ գնալ, այսինքն ցույց տալ իմ արվեստը։ Դրա համար back vocal չեմ զղջում, բայց կուզենայի գնալ այնտեղ ինչ որ պրոյեկտ անել Մոսկվայում։ Բայց հիմա դժվար տարիներ են այնտեղ։ Իսկ մի բան, որ իրենից եք սովորել, բայց ոչ մասնագիտական, մարդկային առումով, չգիտեմ, աշխատանքային առումով։ Ոչ ավելի շատ մասնագիտական, բայց կարելի է սովորել իրենից լինել շատ ուժեղ կին։ Ըստ հաղթարել ամեն ինչը, ամեն մի վատ բան ինքը շատ ուժեղ է։ Դե իր երկերից զգացվում է։ Всеми бабы. Стервы, նաև императрица российской эстрады, չէ։ Տավշալնա իմպերատրիցա, այո։ Ու կարելի էր իրենից սովորել շատ համով պատրաստել ու տեսնել, բայց ես դրա մեջ Здравствуй, ձերևո, հելիս։ Շատ լավ, աշխատում ես երեկոյան շատ ուշ մինչև, իսկ առավոտյան այնպիսի տպավորություն ունենք, որ դու, չգիտեմ, 20 ժամ քնել ես, հանգիստ ամեն ինչ, այս էներգիայի աղբյուրը երբեք չի սպառվում։ Աշխատանքը քեզ մոտիվացնում է, թե հոգնեցնում։ Մի քիչ հոգնեցում, եթե շատ ուշ եմ վերջացնում, բնականաբար, բայց դեռ հիմա այսպես է, բայց դե ինձ թվում է հետո ավելի լավ կլինի։ Այսինքն գրում եմ դեպի դրան, որ գիշերը չաշխատեմ։ Դե, չգիտեմ, էլ ինչ տրամադրություն կարող է քեզ շեղել աշխատանքից, բայց որ հավաքվեք ընկերներով, Լիլիթին էլ չմոռանաք ազիզ, եւ իհարկե նշեք տեսահոլովակը, որտեղ իր մասնակցությունն էլ այնտեղ կա, բացեք անպայման Իջևանի բրիզը, ռոզե փրփրում գինին, պրոսեկո, որը համոզված եմ, այսպես մի քիչ թիթիզ տրամադրություն կստեղծի։ Հրև աղջիկների համար։ Բա հենց հատուկ աղջիկների համար է ստեղծված է։ Հա, այո, շատ մերսի։ սա քեզ ջուս։ Եվ իհարկե ուզում եմ նվիրել քեզ արև բացիկները, որոնք նախատեսված են հենց սիրելի մարդկանց նվիրելու համար, ու այստեղ ներառված են սիրված ու հայտնի երգերից ֆրազներ։ Լուրջ, ինչ։ Հիմա որը որ քեզ նվիրելու եմ, նախ այստեղ գրած է սիրում եմ, բայց մեջի երգի բառերը շպրոտինն են։ Եվ որ բառերն են, մտածում ես։ Ես եմ քո մեղրը, արի ինձ կեր։ Չգիտեմ ում պիտի նվիրես սա։ Էդի հենց սիրարվեմ, կնվիրեմ իրեն։ Այսինքն կես ժամից։ Կես ժամից ես Դե կսիրարվեմ։ հիմա որ դուրս գաս ճանապարհին հաստատ կսիրարվես։ Մարդ ես, եթե լինի տենց ավելի լավ։ Կլինի ամեն ինչ։ Եվ կտաս մի անգամից այդ բացիկը կասես ես եմ քո մեղրը։ Արինս կեր։ Բայց մի հարցել ես տամ, իսկ դուք դժվար եք սիրահարվում։ Դժվար է ձեր սիրտը գրավել։ 17 թվականից չեմ սիրարվել, դե պատկերացրեք։ Ինչու։ 25-8 տարի։ Լինում չի, չասել է սիրարվել։ Ինչով պիտի գա ասպետը, որ սիրահարվես։ Սպիտակ ձիով։ Ասպետի Ինչ կոչմով։ որ չէ։ Յանդեքսով։ Տեսլայով։ Չէ, լավ ջուս։ Չէ, հետաքրքիր ինչ որ ձևով կա, էլի, սենց եմ որ ինձ գրավի։ Քեզ մաղթում ենք հաջողություններ, նոր Շատ տեսահոլովակներ։ Այո։ Երբեք չդադարես այս էներգիան քո մեջ թող եռա, թող միշտ լինի, որովհետև շատ վարակիչ է։ Այ, շատ լավ, շատ Եվ մերսի։ սիրահարվեք։ Այո, սիրահարվի։ Ժամանակն է ջուս։ Պետք է, հիմա պասի մի քիչ սենց էներգիա վերցնեմ ինձ, սիրո եւ կսիրարվեմ, վերջ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն եւ բոլորին հիանալի օր։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։